Չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված պաշտոնական ժամանակացույցով 2026 թվականի նախընտրական քարոզարշավը պետք է մեկնարկի միայն մայիսի 8-ին եւ տևի մինչեւ հունիսի 5-ը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փետրվարի 28-ից մարզային այցեր է իրականացնում։ Դրանք անվանելով ներկուսակցական քարոզարշավ։ Վարչապետը թիմի հետ այցելել է Լոռի, Տավուշ, Վայոց ձոր, Սյունիք, հրապարակելով տեսանյութերը։ Քարոզարշավի գլխավոր խորհրդանիշը դարձել է սրտիկը։ Փաշինյանն արդեն մի քանի ամիս է ամեն առավոտ սոցիալական ցանցերում հրապարակում է կարճ տեսանյութեր, ռիլեր, որտեղ երաժշտության ուղեկցությամբ սրտիկ է ցույց տալիս քաղաքացիներին, ասելով, որ սիրում է բոլորին։ Վարչապետի հրապարակումներում աչքի է ընկնում այսպես կոչված կենցաղային հասանելիությունը, ոչ ֆորմալ տեսանյութերը, որտեղ նա օրինակ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ մարզերում կարկանդակ, եգիպտացորեն եւ շարոց է ուտում։ Նման քայլերը ոչ միանշանակ արձագանքներ են առաջացրել Հայաստանի հարևան Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ֆոնին։ Փարիզում պաշտոնական միջոցառման ընթացքում եւս Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ խնձոր էր ուտում։ Armenia Today-ը հարցման միջոցով փորձել է հասկանալ, թե քաղաքացիներն ինչպես են վերաբերվում վարչապետի այս հրապարակումներին եւ մարզային այցելություններին։ Ուզում եք ես ձեզ ցույց տամ։ Հավատում եք վարչապետի սիրուն։ Ամեն ինչ որ թանկանում է, ոչ մի սիրո չեմ հավատում։ Գործով են ապացուցում, ոչ թե սրտիկներով։ Այդ սրտիկները թույլ է երեխեքին ուղարկի։ Ես շատ դժգոհ եմ։ Ինքը ես չեմ գիտեմ իրանց ընտրական օրենսգրքի մեջ կա այդ կետը, որ ընտրություններից մեկ ամիս առաջ իրավունք ունեն իրանք ընտրությունները, չնայած իրանք ասում են սա իրանց ներկուսակցական ընտրությունն է, բայց ինքը ներկուսակցական ընտրություն չի վարում։ Ինքը վարում է հենց ընտրական կուսակցություն։ Իր շոշափած հարցերը, իր ագրեսիվությունը, պատասխանները, նրանք իմ մոտ վստահություն չեն առաջացնում։ Հետաքրքիր չէ։ Իսկ ամենօրյա սրտիկներին ո՞նց եք վերաբերվում։ Նորմալ մարդ է, ամեն մարդ իր ձևն ունի, էլի։ Այսքան հոգնել եմ իր սուտ ավելորդ խոստումներից ու ավելորդ բաներից։ Չեմ հետևում։ Ինչու՞։ Ավելի հետաքրքիր բաներ եմ նաև հետևում, այն որ սրտիկ են ցույց տալի, այդ սրտիկը որ ցույց են տալի շիրտս վատանում է ազիզ ջան։ Դե նորմալ, դե չի որ շատ վատ, հարցը սրտիկները չի, հարցը մարդու տարած քաղաքականությունն է։ Սրտիկներ բոլորս է կարող եք թողնել։ Ոնց որ վարչապետի կողմից սրտիկները։ Լավ է։ Ես իր քաղաքականության մասին չեմ ասում, բայց սրտիկները նորմալ են, ինչու՞ գա, կանանց մանավանդ սրտիկներ ավարկում, ոչ մի բան։ Չեմ ուզում ոչ լսեմ, ոչ տեսնեմ։ Չէ։ Իսկ ամենօրյա սրտիկներին ո՞նց եք վերաբերվում։ Շատ լավ։ Մուլտիկ են խաղում։ Իսկ ամենօրյա սրտիկներին ո՞նց եք վերաբերվում։ Լուրջ չէ։ Ինչու՞։ Որովհետև եթե երկրի ղեկավարից պահին բան չէ էլի սրտիկ։ Լուրջ չեմ վերաբերվում այդ սրտիկներին, ավելի լուրջ գործերով կարելի էր զբաղվել։ Ամեն ղեկավար չի եղել նույն ձև, ոնց որ ինքն անում։ Չեմ հարում ոչ մեկին ճիշտն ասած։ Իսկ ամենօրյա սրտիկներին ինչպես եք վերաբերվում։ Վատ։ Ինչու։ Չգիտեմ, անլուրջ է։ Այո, հետևում եմ, շատ լավ է։ Իսկ ո՞նց եք վերաբերվում ամենօրյա սրտիկներին։ Լավ է, ոչինչ, վատ չի։ Այո, Ինչ կարծիք ունեք։ շատ լավ կարծիք։ Իսկ ամենօրյա սրտիկներին ո՞նց եք վերաբերվում։ Շատ լավ։ Սրտիկից լավ բան։ Չէ, ես իրան ընդհանրապես տեսնել չեմ ուզում։ Ու չեմ էլ հետևում։ Ամենօրյա սրտիկներին ո՞նց եք վերաբերվում։ Շատ բացասական։ Կարծում եմ դա երկրի ղեկավարի պահելաձև չի։ Շատ լավ։ Ինչա, շատ լավ է, վատ բան է անում։ Թատրոնն է, դերասանություն է անում, էլի։ Ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Դերասանություն, թատրոն։ Ոչ դրական։ Ինչն է պատճառը, որ ոչ դրական կարծիք ունեք։ Որովհետև ժողովրդի մասին չմտածը։ Ինքը իրանց մասին կմտածեն, իրանց ԿՊԱ-ականների մասին կմտածեն։ Ոչ մի բան է ժողովրդի համար չի եղել։ Իսկ խոստումն է։ Ես չեմ հետևում, իր մասին լավ կարծիք չունեմ։ վարչապետն ամեն օր սրտիկներ, սիրող խոստովանություններ է քաղաքացիներին։ Հավատում եք։ Չէ։ Չէ։ Վարչապետի սիրուն չեք հավատում։ Չէ։ Ինչն է պատճառը։ Պատճառն է, որ ինչ որ ասել են չեն արել։ Այդ համար։ Այդ սրտիկով չի, պետք է գործով ապացուցել ամեն ինչը։ Չէ։ Չեք հետևում։
Իսկ երբ որ ամեն օր սրտիկներ սիրող խոստովանություն է ուղարկում հերոստա, եթերի միջոցով Ավելի զզվելի է մի ասեք էլի։ Դա հաչ երևի թա մի ասեք, մի հարցրեք։ Ամենավատ կարծիքը վարչապետի մասին։ թեև հարցս ավելորդ է, բայց ամեն օր սրտիկներ սիրող խոստովանություններ։ Այ, այսօր սիրտս խառնեց։ Առավոտը այդ Ֆրանսիա որ գնացել է, ընդից մտել է, սրտիկը ցույց է տալի, ինչ ես ուզում ասես, այդ չեմ ուզում վատ բաներ ասել։ Ենքան են ասել արդեն ես ասել հոգնել ենք։ Ոչ, Ինչն է պատճառը։ հետաքրքիր չի։ Իսկ հետաքրքիր է, որ ամեն օր սիրող խոստովանություն է անում։ Չէ։ Չեք հավատում վարչապետին։ Ոչ։ Լուրջ պատճառ ունեք։ Իրավիճակն է թելադրում լուրջ պատճառը։ Ես 8 տարվա մեջ տեսանք ինչ վարչապետը։ Առանձնապես չէ։